Սեյանին պետք է կոչումա զրկել, Ջալին, Խաչատուրով Քաքին, դրանց բոլորին պետք է կոչումա զրկել, դրանք չի անգամ գեներալի ուսադիր կային, այդ Աղաբեկյան Արթուր կոչված այդ գեներալը համարվում դա, Ռուզիկին թափտաս մի 6 հատ BMP-ի սունկի փող թափի ջեբերից, ու սրանք խոսում են ինչ-որ երկրից պետությունից, կամ Ռոբերտ Քոչյանը, կամ այն Սերժան, նարկոշը, Սերժի աղջիկը հելնում է քաղաքայլու վրան $50,000 մենակ շոր կա։ Նորից եմ ասում կամ Մանթաշովի թորն էին, Գյուլբենկյանի թորն էին, ով էին սրանք, շարքային քրչեր են եղել։ Սեփական ոչինչ չունեին։ Ղարաբաղյան շարժումը չներ, սրանք բոմժ էին մնալու։ Այն Բաղման Հայկաս կար, այն Տավարի ցավը, կհիշեք։ Մանում են այն կեղտը։ Այդ Տավարին իմ աշկի դեմը դեպք է եղել։ Զինվորի ծնողը ավտոյի պագրիշկային զիմնիսյան 4 հատ ջիպի համար բերե առնում, որ օդպուսկ ուղարկի զինվորին։ Այդ Տավարը։ Ու սրանք իրենց տաղուտեղ են դրել։ Իրանք տաղալն էին, զենքը ձեռը գերարը զենքը ձեռը մեռնում է։ Այսինքն զորքը կոտորվավ, շարքայինները կոտորվան, գեներալ մի հատ գեներալ չունենք, որ մատը փուշ է մտել։ Այդպես բան տեսել եք Արթուր։